Փառք Նժդեհին։ Ես այս եթերը պետք է նվիրեի Թրամպի վարած քաղաքականությանը եւ մասնավորապես Հայաստանին վերաբերող քաղաքականությանը եւ տարածաշրջանին։ Բայց քանի որ խոստացա ես իմ համագյուղացուն անել եթեր ուղված ըստ իր մեջբերման Քոչարյանին եւ նրա նարկոման երեխաներին, ես այս եթերը նվիրելու եմ որպեսզի ինքը համոզված լինի, որ կան եթերներ, որտեղ ես բացառապես Նիկոլին եմ քննադատում եւ մարդիկ կարող է այդ մի եթերին հետեւելով մտածեն, որ ես նախկինների կողմնակից եմ կամ համագործակցում եմ իրենց հետ։ Ինձ համար տարբերություն չկա Լևոնի, Ռոբերտի, Սերժիկի եւ Նիկոլի միջև, որտեղ բոլորը ծառայում են թշնամի Կրեմլին։ Բոլորն անխտիր։ Տարբեր փուլերում տարբեր խնդիրներ են իրենք իրագործել թշնամու համար, ասել է թե Ռուսաստանի համար, հիմա նաև Ռուսաստանի եւ Թուրքիայի համար։ Հիմա ես բաց եմ փակագծերը մասնավոր, մի քիչ կարող է խոսքս երկար տևել, ասեմ, որ ես Քոչարյանի կամ Սերժիկի զավակների կամ փեսաների կենցաղով չեմ երբեք ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ շփվել եմ, ոչ մի տեղեկություն չունեմ նարկոտիկ թմրանյութ, չգիտեմ, օգտագործում են թե չեն օգտագործում։ Ես չգիտեմ ոչ հավաստի աղբյուրներից ականջից հասել է, որ Սերժիկ Սարգսյանն է ընդունել նարկոտիկ թմրանյութ, այդպիսի տեղեկություն կա, բայց չգիտեմ դրա հավաստիությունը, բայց Քոչարյանի երեխաների մասով չգիտեմ, հա։ Չեն հետաքրքրել, չեն բանարել։ Ես հիմա պետք է որոշակի կամ սկզբից երբ որ Հայաստան անկախացավ, թե ինչպես հայտնվեցին Քոչարյանները կամ Լևոնները, Քոչարյանները, Սերժիկները, Նիկոլները եւ ինչու մենք հասանք այսօրվան, որ լսողին, այսինքն կասկածողին անգամ պարզ հասկանալի լինի, որ իսկապես չկա տարբերություն Նիկոլի եւ Ռոբերտի միջև, չկա հակամարտություն անգամ։ Սա մոլորեցնելու գործընթաց է։ Եվ այսպես, երբ որ Հայաստանում 88-ին սկսվեց ազգային շարժումը եւ Ղարաբաղ կոմիտե ձևավորվեց, սկսեցին Արցախյան ազատագրական պայքարը, հիշենք, որ այդ ժամանակ, երբ որ Հայաստանը արդեն անկախացավ 91 թվին, մենք գիտենք, որ Թուրքիան ուզում էր միջամտել առաջի պատերազմին, Ամերիկայի Միացյալ Նահանգները կանխեցին։ Թույլ չտվեցին, որ թուրքերը խառնվեն այս գործում եւ բացառապես թողեցին որոշողը Ռուսաստանին այս գործում։ Խորհրդային Միության ժամանակ ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրը չէր գործում այն թափով, ինչ որ հիմա է գործում, կամ գործել է մինչև Խորհրդային Միությունը։ Խորհրդային Միության փլուզումից հետո ռուս-թուրքական պայմանագիրը նորից սկսեց աշխատել։ Այսինքն թուրքերը նաև սկսեցին շունչ քաշել, որ ռուսները իրենց այդ ունեցած պայմանավորությունը չեն խախտի։ Եվ երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը իսկ ինչպես պետք է խախտեին, եթե Հայաստանում ազգային ոգին բարձրացել էր եւ կային ազգային մտածելակերպ ունեցող ոչ թե 1 կամ 2, այլ մի քանի, նույնիսկ տասնյակ ազնորած հայորդիներ, այդ տղաների ձեռքից Հայաստանը հետո նորից հետ խլելը շատ դժվար է լինելու։ Դրա համար Լևոն Տեր-Պետրոսյանին KGB-ի ավագ լեյտենանտին ներմուծեցին Ղարաբաղ կոմիտե, հետո այնպես արեցին, որ ինքը դարձավ լիդեր, հետո այնպես արեցին, որ ընտրությունների ժամանակ ինքը դառնա նախագահ։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց մաքրել ազգային տղաներից մեր քաղաքական միտքը կամ ազգային ոգին։ Մովսես Գորգիսյան, Մոնթե, Գեղազնիկ, Վիցյա, Շահեն Մեղրյան, սրանք տղաներ են, որոնք եթե մինչև պատերազմի ավարտը մնային, Ադրբեջանը պետք է կապիտուլյացիայի ենթարկվեր եւ Նախիջևանը նույնպես վերադարձներ տերերին, այսինքն ասել է թե մեզ։ Բայց Լևոնի միջոցով եւ ասեմ, այստեղ մեծ դերակատարում է ունեցել Վազգեն Սարգսյանը, որը անվերապահ վստահում էր Լևոնին եւ ինքը լուրջ ուժ էր արդեն իրենից ներկայացնում եւ իր մեծամտության, բայց եւ քաղաքական տհասության հետևանքով ինքը սկզբից մնաց Լևոնի ազդեցության տակ, հետո երբ որ արդեն զգաց Քոչարյաններին ինչպես բերեցին, դարձրեցին падգամավոր տարան, Արթուր Մկրտչյանի մասին չխոսեցի, Արցախի ղեկավարի, ով ազգային տղա էր, ասենք սպանեցին ու Ռոբերտին դարձրեցին Արցախի նախագահ, որպեսզի կարողանան Արցախը Հայաստանից անջատ պահել։
չվերամիավորվի, այսինքն Վիլսոնի իրավարար վճիռը ուժ չստանա, մնա Մոսկովյան պայմանագրի շրջանակների մասամբ, այդ շրջանակներում։ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Սարգսյանը իսկապես մաքրեցին, թողեցին այնպիսի գեներալներ, որոնք հլու հնազանդ կարող էին կատարել հայադավ ցանկացած հրաման։ Ասեն ինչպես հիմա, ասում են նահանջեք, սրանք նահանջում են։ Նիկոլն ասում է նահանջեք ես իշտեղից, գեներալը իր զորքերին ասած վերցումն է հետ է բերում։ Այդպես գեներալ չեն պահում։ Եվ այդ դաշտը մաքրելուց հետո Վազգեն Սարգսյանը ինքը այնքան էր իրեն, այսինքն ինքը դարձել էր առանցք, ինքը չէր հասկանում, որ իրեն թույլ են տվել ինքը դառնա առանցք, այսինքն վեր էր պետությունից ու իրավունքից ու օրենքից, եւ իր ձեռքով ում ուզում ինչ ուզում անում էին, ցանկացած ընտրատեղամասում կարող էր ինքը այդ ելքը որոշել, այսի падգամավոր կդառնա, սա չպետք է դառնա, կամ էս քաղաքապետ կդառնա, նա չի դառնա, ասա, ինքն էր դարձել ասողը։ Եվ երբ որ ինքը դառնում է առանցքը, այսինքն գլուխը Լևոնն էր, բայց առանցքը ինքն էր, որպեսզի պետությանը տիրանան, եթե չկան մտածող խումբ, մի հոգի է, որոշող մասով, այդ մի հոգուն երբ որ վերացնում են, պետությունը մնում է անգլուխ։ Եվ այդ անգլուխի տեղը բերում են մի հատ իրենց ուզած գլուխն են դնում, այդ պետությունը սկսում է այդ իրանց ուզած ծևի կառավարել։ Ինչը արեցին հոկտեմբերի 27-ից հետո։ Վազգենին օգտագործեցին, ինքը հետո հասկացավ, որ ինքը սխալ բաներ է արել, որի հետևանքով արդեն իսկ ճանապարհները փակվում են, գլուխ կերան, եթե ինքը ուզում էր ընդդիմանալ, արդեն ուշ էր։ Վազգեն Սարգսյանը նույնպես դասվում է մեր երկիրը կործանողների շարքին։ Ինքը եւ ազատագրել է, եւ կործանել է։ Որքան էլ իր մեջ կար հայրենասիրություն, բայց ինքը իր մեծամտության, ինքնահավանության միակը լինելու, այդտեղից առաջացավ, չէ՞, միակ տղա։ Հենց որ Քոչարյանն եկավ դարձավ նախագահ, միակ տղու ինստիտուտ կանգնեց, որ միակ տղեն Ռոբերտ Քոչարյանն է։ Ինքը երբ որ этаպը հանձնեց Սերժիկին, դարձավ միակ տղեն Սերժիկը, սա հանձնեց Նիկոլին, դարձավ միակ տղա Նիկոլը։ Բայց առաջ չընկնեմ, սկսեմ շարունակենք Ռոբերտ Քոչարյանի, մենք գիտենք Ռոբերտ Քոչյանը ինչ սոցիալական պայմաններում էր ապրում եւ դարձավ Հայաստանի նախագահ, իր տղաները թռիչքային զարգացում տնտեսական ապրեցին, արդեն հասունացել էին երևի, եւ մի առիթով իրեն հարցրեցին, բա էս ոնց էլի, որ ձեր տղերքը միլիարդատեր են դառնում, ասեց իրենք հաջողակ բիզնեսմեններ են, բոլորս էլ գիտենք, եթե մի դաշտում մնացածի ձեռքերը կապում են, մեկի ձեռքերը չեն կապում, ինքը դառնում է հաջողակ։ Մարտի դաշտում էլ է այդպես, չէ՞, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ մեր ձեռքերը կապեցին, մեր հակաօդային համակարգը ձեռքներիցս վերցրեցին եւ Ադրբեջանին հնարավորություն տվեցին, համ օգնեցին, համ էլ հնարավորություն տվեցին հարձակվելու։ Այսինքն մեզ հաղթելու։ Մեր ձեռքերը կապած էր, դա արդար պատերազմ չէր 44-օրյա պատերազմը։ Եվ այդպես էլ Քոչարյանի տղաներն են բիզնես դաշտում եղել, բոլորին ցանկացած մարդու կարող էին պատերով տալ, իրենց բիզնեսը առաջ տանել։ Սա ակնհայտ էր, ասենք չէր կարող 18 տարեկան երեխան կամ 20 տարեկան տղեն միանգամից sense չի լինում այդպես։ Հասկանաք, թռիչքային բանի բիզնես բան ունենար, էլի, sense որակներ ունենար։ Հա, լֆիքսամո, որ լֆիքսամո է, բան է եղել, որ մեքենայի այդ բանին առաջնամասին բան է արել, շարել է, չէ, իր ապրանքները սկզբից ինքը սկսել է սեղանիկից։ Որքան էլ ես իրեն լուրջ չեմ վերաբերվում, որովհետև ինքը մեր երկրի քանդողներին, ծառայողներից է, բայց ինքը սկսել է բանից, սեղանիկից է սկսել։ Այսինքն ինչ-որ մի կետից է սկսել, զերոյից է սկսել, էլի, որ դարձել է բիզնեսմեն։ Բայց ինքը իրեն էլ են արտոնություն տվել, օգտագործել են, դարձել են իրենց, ասենք, դրամարկղի վարիչը, Սերժիկի ժամանակ կար, Ռոբերտի ժամանակ կար, Նիկոլի ժամանակ կա։ Սա նույնպես խոսում է սրանց ընդհանուր կապի մասին։ Պատկերացրեցիք, չէ՞։ Այդ նույնը կարող եմ ասել անվտանգային ծառայողների մասին, որ կան եւ չգիտեմ, եթե Պուտինը մնա, էլի կլինեն։ Հոկտեմբերի 27-ից հետո, երբ որ արդեն տեսան, որ Մեղրու Միջանցք, Արցախի այդ շրջակա, այսինքն որ կդրել սարքել էին Ղարաբաղ տարածքները պետք է հանձնեն,
արդեն Վազգենը հասկացել էր համաձայն չէր, վերջ այնպես արեցին, որ այդ մարդը շարքից դուրս գա, որ այդ գործընթացը առաջ գնա։ Եվ Ռոբերտ Քոչարյանը Արցախին դարձրել էր անկախ, բայց չէր ճանաչել, ինքը ընդեղից արդեն եկել էր այստեղ։ Ինքը չէր ճանաչում մի պետություն, որի նախագահն է եղել։ Տարօրինակ է, չէ՞։ Հա, իրականում ես էլ չեմ ճանաչում Արցախն անկախ, ինձ համար Արցախը դա Հայաստանն է, ինչպես եւ Նախիջևանը, ինչպես եւ Սուրմալուն, հասկացաք, այն ինչ որ միջազգային իրավունքով պատկանում է մեզ։ Ռոբերտ Քոչարյանները եւ Սերժիկ Սարգսյանները շատ ազատ իշխանությունը ամբողջությամբ վերցրեցին իրենց ձեռքը եւ օրենքը, ինչպես Վազգեններ, իրենք էին։ Ամեն ինչ որոշվում էր իրենց ձեռքով։ Դաշտը ամբողջությամբ ռուսական էր եւ խորհրդարան տեղավորված ցանկացած քաղաքական թիմ, եթե անգամ ընդդիմադիրի իր բանով էր մտնում, դա առանց Կրեմլի համաձայնության ինքը չէր կարող, որովհետեւ նկարվում էր տոկոսները։ Քեզ էսքան, քեզ այնքան, քեզ այնքան, քեզ այնքան։ Հա, հիշում եք, չէ, ասենք օրինակ երկրին ինչքան մեծ թվեր էին նկարում։ Բարգավաճ Հայաստան եկավ ու միանգամից շռնդալից, ասենց մի քանի ամսական կուսակցություններ միանգամից 20 քանի% ձայն հավաքեց, մի տարի կարծեմ 30 քանի հավաքեց նույնիսկ։ Դա իրենց Այսինքն ոչ մի վաստակ չունեցող, ոչ մի, ասենք, ներդրում չարած քաղաքական լուրջ ներդրում չարած քաղաքական թիմը հանգարց հայտնում էր խորհրդանում մեծ բաներով, էլի տոկոսներով։ Ինչևից է, որպեսզի ավելի, ասենք, երկար չտևի խոսքս, ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ օրերի ընդդիմադիր падգամավորն էր եւ ինքը առանց Կրեմլի իմացության թույլտվության չէր կարող հայտնել խորհրդարանում։ Եվ ասեմ մարտի 1-ի դեպքերի ժամանակ, երբ որ Քոչարյանի իշխանությունը Սերժիկին էին հանձնում, այդ ժամանակ Նիկոլը մեծ նշանակություն ունեցավ, որպեսզի հրահրի, որտեղ ինքը անում էր արտահայտություն, մետաղական ձողերով հարվածեք ոստիկաններին, որ դուք դրանց խփում եք, իմ սիրտը հովանում է, ջարդեք, փշրեք բան, նման հայտարարությունների դեպքում ոստիկանությունը իրավունք ունի կրակ բացի։ Ինքը հրահրեց, ստիպեց, որ ազատեց Քոչարյանի ձեռքերը, որպեսզի ինքը հրաման տա կրակելու։ Սա փաստ է, որ մարտի 1-ի գործը անմիջապես տեսակ, ասեց փամփուշտները տարել են, ձուլել են, չեն կարող, հետքերը կորել են, սկզբից ասեց բացահայտված, հետո ինքը չբացահայտեց, որովհետև ինքը նույնպես այդտեղ մեղսակից է։ Եվ առհասարակ դա Պուտինի գործն է, քանի Պուտինը կա այդ գործը չի բացվելու ոչ հոկտեմբերի 27-ը, որովհետև այդ ամեն ինչը հրահանգվել է Պուտինի կողմից։ Գալով առաջ, երբ որ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, ինքը չուներ Քոչարյանի պես զավակներ, որոնց բիզնեսը զարգաներ, ինքը ուներ հաջողակ փեսաներ ուներ, բայց մեկն էր շատ հաջողակ Միշիկ անունով, ով ավելի սուր մտածողություն ուներ, քան Քոչարյանի զավակները, որովհետև ինքը ոչ միայն բիզնես ոլորտի, ինքը նաև հասկացավ, որ տեղեկատվական ոլորտը նույնպես պետք է իրենց ձեռքում պահեն։ Եվ որպես դեղին մամուլի կարկառու ներկայացուցիչ, ինքը Նիկոլին սկսեց օգտագործել, օգնել, հասկանում եք, այդ աղմուկը պատահական չէ։ Նիկոլը հայտնվում էր խորհրդարանում Սերժիկի օրոք եւ շատ հանգիստ կարող է Սաշիկին ասել Սաշիկ սարսափազդու, հասկանում եք, ու իր քթից արուն չէր գալիս։ Դա պայմանավորված էր Միշիկի քաղաքականությամբ, վարած քաղաքականությամբ Նիկոլի հանդեպ։ Դրան պահել էին կիսաքաղցած։ Հիշում եք նրա տունը ինչ վիճակին էր, падգամավորի տունը, այսօր որովհետեւ падգամավորի տուն մտնեք, այդ նման պաստառներ իրենց պատերին կամ նման սոցիալական կենցաղային Աննայի գլուխը եթե հիշում եք, ցախավել էր հիշեցնում։ Հիմա $1,000,000-անոց արտուզարդերով, սանրվածքով, չգիտեմ ես ինչ գլխարկներով այդ գլուխը դարձել, բայց Աննայի գլուխը եթե հիշեք, ցախավել էր զգզգզված մազերով, որ կարելի էր Աննայի ոտքերից բռնել ու ասենց ավլել հատակը, եթե հիշում եք։ Միշիկը կարողացավ ստեղծել կեղծ կուսակցություններ ընդդիմադիր, հասկացար, եւ Նիկոլին այդ թերթը կամ չգիտեմ ես ինչը օգտագործել։ Անկամ երբ որ եկան հասան մի կետի, որ Պուտինը որոշեց, որ պետք է հանձնեն Արցախը ու դրա համար հարմար տեխնացուն գտան Նիկոլին, ինքը անգամ ցույց տվեց, որ ինքը Նիկոլին ընդդիմադիր է եւ խոհանոցային դիվանագիտությունը սկսեց հակազդելով Նիկոլին, հասկանալով, որ ինքը հակապատկեր է, ժողովուրդը տենոր էր Նիկոլն, ինքը ինչքան շատ խոսի Նիկոլին հակառակ, ժողովուրդը այնքան ավելի շատ սիրելու է Նիկոլին, բռնելու է։ Ինքը այդ process-ը տարավ։ Շատ արագ, շատ որակյալ տարավ, որպեսզի Նիկոլը ամրապնդվի, որ ինքը այդ սև գործը անի։
Հիմա որ ասում են Քոչարյանները, Սերժիկներն ուզում են բան անեն Նիկոլի ձեռքից իշխանությունը խլեն, չէ։ Ոչ էլ Տաշիր Սամոն է ուզում խլի։ Որովհետև եթե իրենք գան հիմա իշխանության, իրենք պետք է Հայաստանը հանձնեն Թուրքիային։ Սենց թենես Պուտինը թուլացել է, չի կարողանում պահել։ Եվ նրան ձեռնուտ է, որ Հայաստանը ամերիկան չվերցնի։ Տեսեք, ամերիկան արդեն եկել է, թաթը դրել է վրան։ Էլ չի թողում ոչ թուրքին, ոչ ռուսին։ Իսկ Պուտինին ձեռք է տալիս, եթե ինքը չի կարողանում տա Թուրքին, Թուրքիան էլ դե գիտենք, անկայուն պետություն է, ինքը մտածում է, որ երբ որ իր վիճակը լավանա, կարող է Թուրքիայում ազգամիջյան պատրաստ հրահրի կամ իրավիճակ փոխի, այնտեղ էլ ունենալով խորհրդարանում էլի հայկական խորհրդարան, որը վիլայետ կդառնա ռուսամետ ուժեր, նորից ապստամբություն, նորից բան Հայաստանի այնց կանի, որ կվերամիավորվի նորից Ռուսաստանի հետ։ Այդ հույսով տալիս է Թուրքիային։ Ու եթե Պուտինը որոշել է, որ դա պետք է տա Թուրքիային, ոչ Տաշիր Սամոն, ոչ Սերժիկը, ոչ Միշիկը, ոչ Ռոբերտը, ոչ Ռոբերտի տղաները, ոչ Գարեգին Բեն չեն կարող դեմ գնալ Պուտինին։ Հասկացաք, չէ՞։ Եթե հիմա այս ընտրությունները, որ պետք է գա ամսի այս որ մոտենում է, հավատացեք, նրանք չեն ուզում գալ իշխանության։ Նրանք ուզում են լինեն խորհրդարանում, այսինքն իրենց ուզելով չի։ Որոշված է, որ խորհրդարանը լինելու է ռուս-թուրքական, մեծամասնությունը լինելու է Նիկոլը, որպեսզի Հայաստանը տանի արդեն դեպի Թուրքիա։ Ոչ Սերժիկին, ոչ Ռոբերտին, ոչ էլ Տաշիր Սամոյին։ Դա առավել ևս Տաշիր Սամոյին ձեռնտու չի, որ ինքը այն ամենավերջի կեղտոտ հարվածը հասցնողն ինքը լինի եւ Նիկոլի պես, ես ասեմ, Ռոբերտին Թալանչի ասել են, Մարդասպան ասել են, Սերժիկին են ասել են, նարկաման էլ, Չեբուրաշկա էլ, չգիտեմ, ամեն ինչ բոլորին ասել են։ Բոլորի երեսին ասել են։ Բայց ոչ մեկին, ասենք, երեսին, թե Սփյուռքում, թե Հայաստանում, որ մարդը դուրս գա փողոց, ժողովուրդը կանգնած շատ կներեք արդարության համար, ասեն բոզի տղա։ Երեսին ճակատին նայելով։ Ոչ Ռոբերտին են ասել, ոչ ասել են Թալանչի, Մարդասպան, խորհրդարանում են ասում։ Էն են ասել, բայց ոչ մեկին նման կերպ չեն դիմել։ Որովհետև սա հայրի Արցախը Ադրբեջան է ճանաչել, Արարատը Թուրքիա է ճանաչել, հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, մեր ապագան ամոթալի ապագա, մեր անցյալը ամոթալի, անցյալը մոռացեք, ժողովրդին ինքնությունը կոդրել է, մտել է եկեղեցին ուզում է ավիրել, հասկանում եք, դրա համար Սամվել Կարապետյան շատ լավ գիտի, որ եթե ինքը վերցնի հիմա իշխանությունը, Նիկոլի այս գործը շարունակի, իրեն են նման կերպ դիմելու։ Ռոբերտն էլ գիտի, Սերժիկն էլ գիտի։ Բայց ինչի իրենց դիմեն, թող Նիկոլն սկսել է, Նիկոլն էլ ավարտի։ Իրենց պետք է որ Նիկոլին օգնեն, ոնց որ հիմա են օգնել։ Այս 5 տարի խորհրդարանում ոչ մի անգամ մանդատը վայր չդրեցին, որ Նիկոլը իր գլխու չգնա Հայաստանի անունից թղթեր չստորագրի։ Խաղաղության փաստաթուղթ է ստորագրում, բայց Ալիևն այնտեղից արևմտյան Ադրբեջան է ասում։ Այստեղ Թրամփի ուղի են ասում, այնտեղ Զանգեզուրի Միջանցքի ասում։ Հասկանում եք։ Այսինքն, եթե Պուտինը որոշել է Հայաստանը տա թուրքերին, ժամանակավոր էլի։ Ինքը ժամանակավոր է մտածում, բայց թուրքերն էլ տեսնում են Ռուսաստան թուլանում է հիմնական կվերցնեն։ Հետո կանցնեն Ռուսաստան, այ երբ որ հայկական հարց չելի, հայկական հարցի շուրջ ռուսներն ու թուրքերը իրար հետ չեն վիճում։ Եթե վիճում են էլ հարցը լուծվում է։ Այ երբ որ ռուսներից Հայաստանը վերցնեն թուրքերը, անմիջապես կամայացնեն։ Ոնց որ Նախիջևանը։ Այն ժամանակ արդեն Ռուսաստանն էլ որ խեղճացած եղավ, կարող է շուր գան արդեն ավելի մեծ բաներով դեպի Ամերիկա գնան ու Ռուսաստանը հերն անիծեն, օրինակ։ Չթողեն Չինաստանը մտնի, Ամերիկան օգնի, գնան մտնեն այնտեղ, օրինակ ենթադրում են։ Բայց ես հաստատ համոզված եմ, որ Ամերիկային եւ Արևմուտքին դարձ Հայաստանի գոյությունը կարեւոր է, որովհետեւ Թուրքիային զսպող հիմնական գործիքը հայոց ցեղասպանությունն է եւ Հայաստանն է։ Այդ միանշանակ է։ Մենք դրա համար ենք ուզում, որ Արևմուտքի հետ իրենց շահերը մեր շահերից համընկնում է բարեկամանալ Արևմուտքի հետ։ Հիմա ընդհանրացնեմ ասածներս, ուրեմն հիշեք։ Այս եկած ճամփեն, որպեսզի Արցախը մնա անկախ, հետո էլ ասեն դե Ադրբեջան էր, Հայաստան չէր։ Այս գործընթացը եկել է Լևոնից, իրենք լավ գիտեին, որ բանը ավարտվելու է այսպես, եկել է Քոչարյանից, եկել է Սերժիկից, իրագործվել է վերջնական։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրել է Նիկոլը, ոչ Ռոբերտը, ոչ Սերժիկը, ոչ Լևոնը։
Բայց էլի եմ ասում, Լևոնն էլ լիներ կստորագրեր, Սերժիկն էլ լիներ կստորագրեր, Ռոբերտն էլ լիներ, պետք է ստորագրեր, չէին կարող։ Ուղղակի դուք սա հասկացեք։ Մենք միշտ ասել ենք, որ քանի կա ռուս-թուրքական համերաշխություն, մեր վիճակը ծանր է։ Դրա համար մենք պետք է դրսում մեր համար դաշնակիցներ փնտրենք, դրսում։ Իսկ այսօր Նիկոլը բացահայտ ռուսամետ է։ Նա չի կարող Պուտինի կամքից դուրս, եթե թուրքամետ բանել է ասում, դա Պուտին Էրդողան առուցախի գործընթացն է հուշում։ Եկեք ասի դե արևմտամետ է կամ թուրքամետ է, եթե Պուտինն ասի վերջ Թուրքիա չես գնում, եթե վիճակի լինի, կամ չլինի, էլ ասի վերջ չես գնում, Նիկոլ կանգնեցնելու է ամեն ինչ։ Կարող է շուրջը ասի Արցախը Հայաստան է։ Եթե Պուտինն ասի վերջ Թուրքիայի հետ հարաբերությունը լրիվ խախտած լինել բան, էս է իրականությունը քաղաքական։ Հասկանում եք, այսինքն սրանք բոլորը դավաճաններ են։ Ազգայինը որ ոչնչացրել են, հիմա նոր բևեռով ի շնորհիվ նաև մեծ դերակատարում ունի Ժիրայր Սեֆիլյանը, որ Մոնթեի սերնդակիցներից կամ գաղափարակիցներից գոնե լավ է մեկը մնացել է, հավաքվել ենք Ժիրայր Սեֆիլյանի շուրջ, Պապյանի շուրջ, շատ կարևոր է որ բևեռը ոչ թե մարդ կուսակցություն է, այլ խորհուրդ ունի։ Եվ այդ խորհրդում երևելիներ են, Գարեգին Չուկազյան, Կարո Եղնուկյան, հասկանում եք, Պապյանը, Վարժան Ավետիսյան, ով մինչև հիմա բանտում է։ Հիմա ձեզ հարց եմ տալի, Վարժան Ավետիսյանը Պուտինի Սերժիկի ռեժիմի դեմ էր ապստամբել, որին իբր քննադատում է Նիկոլը։ Հիմա Նիկոլը պետք է բան աներ։ Հիմա սասնացորերին պետք է դներ գլխին ինքը, բայց բանտում է պահում։ Ալիևը իր այն բանին, որ մեր Գուրգենի գլուխը կացնով խփեց։ Սաֆարովերին զահրում արեր։ Այդ հանցագործին բերեց, սարքեց հերոս։ Հիմա դուք ո՞նց եք հասկանում։ Սերժիկի օրոք սասնացրերը ոստիկանների գունդը գրավեցին, Սերժիկի խայդարը գարեցին։ Պուտինի աչքից ընկավ Սերժիկը, հասկացրեցին, որ դու թույլ ես։ Հիմա ինչի է Սերժիկի դեմ ապստամբած տղաները Նիկոլի օրոք բանտում։ Ձեզ այդ որից է մեկ այդ հարցը, ասենք որ չի հետաքրքրում։ Որտեվ Հայաստանում իշխանությունը չի փոխվել։ Մնացել է Պուտինյան։ Ասում եմ, եթե Նիկոլը Սերժիկին դեմ լիներ, այսօր սրին հերոսացրել էր։ Որտեվ իր ատելի ճակերտների մեջ Սերժիկի դեմ էին ապստամբել։ Ես չգիտեմ էլ ինչ օրինակներ բերեմ։ Ես այն կարծիքին եմ, որ Լևոնը, Ռոբերտը, Սերժիկը, Նիկոլը, Գարեգին Բն, հասկանում եք, դրանք բոլորը դավաճաններ են։ Հետևությունները թողում եմ ձեզ։ Մնաք խաղաղությամբ։